Շատ են խոսում այն մասին, որ վայ բժիշկները պարապ են մնացել, սոցցանցերով ամբողջ օրը խոսում են, էս են անում, վիդեո են նկարում, ուղիղ եթեր են անում եւ այլն բան, բայց այդ տենց ինձ թվում է ավելի շատ եւի նախանձ մարդիկ են խոսում, եթե անկեղծ ասեմ, ավելի sense բարեխիղճ, ավելի adekvati մեջ գտնվող մարդիկ, օրինակ, չգիտեմ, նմանատիպ կոմենտներ կարող են գրեն կամ կարծիք արտահայտեն, որ այո, մեր հասարակությունը ունի դրա կարիքը, գիտելիքի կարիքը։ Եվ ցավոք սրտի ես բազմիցս բարձրաձայնում եմ եւ խոսում եմ այդ մասին, ցավոք սրտի իմ տեղեկություններով այսօր համենայն դեպս մի դպրոց կա, մեծ մասշտաբի դպրոց, որը նախաձեռնություն է արել, որպեսզի դպրոցներում դասավանդեն եւ ուսուցանեն սեռական առողջության մասին դասեր տան, նյութեր տարածեն, որպեսզի դեռահաս սերունդը, որը վաղը մյուսօր մտնելու է մեծերի աշխարհ, շատ իսկ քիչ ինֆորմացված լինի։ Մի կողմ դնենք այն հարցը, թե երիտասարդները ինչքանով են ընդգրկվում process-ի մեջ, ինչքանով են հետաքրքրված այդ ամեն ինչով, որովհետև այսօր հեռախոսները, չգիտեմ, տարբեր տեսակի կայքեր եւ այլն իրենց հետաքրքրությունն այնքան շատ են շարժում երիտասարդների մեջ, որ մի քիչ դժվար է կենտրոնանալ եւ ինչ-որ բան լսել։ Համենայն դեպս պետք է ձգտել եւ փորձել այսօր գիտելիքի կարիք ունեն բոլորը։ Ցավոք սրտի մեր հասարակության բոլոր խավերում կա այդ գիտելիքի նվազ լինելու խնդիրը, որ մարդը ամենատարական բաների մասին իսկապես ինֆորմացիա չունի, դա կվերաբերվի հիգիենայի հետ կապված հարցերին, սեռական առողջության հետ կապված, անկողնային փոխհարաբերություններին, ընտանեկան հարաբերություններին, միջանձնային փոխհարաբերությունների հարցերին, դրանք բոլորը կարևոր հարցեր են։ Մենք ոչ մի քայլ չենք անում կարգավորելու մեր միջանձնային փոխհարաբերությունները եւ ասում ենք ինչին եղացավ, ինչի գնաց, ինչի դավաճանեց, մենք չենք փորձում հետ նայել եւ հասկանալ արդյոք մենք ունենք տարական գիտելիքներ, տղամարդիկ ինչպես պետք է վարվեն կնոջ հետ, կինը ինչպես պետք է իրեն պահի տղամարդու կողքին, չէ՞ որ գոյություն ունի այդ մոդելը։ Դասական տղամարդու մոդել, դասական կնոջ մոդել, կարելի է թվարկել, չէ՞, դու գիտեք այդ հատկանիշները, տղամարդուն ինչ հատկանիշներ է բնորոշ, կնոջը ինչ հատկանիշներ։ Խոսքի դեպ չի վերաբերում նրան, որ կինը պետքա տան գործերով զբաղվի, տղամարդն էլ պետքա ամբողջ օրը, խոսքը դրան չի վերաբերում։ Խոսքը վերաբերվում է մարդու պահվածքին, վարքին, դրան է վերաբերվում։ Ու այդ արհամարհական վերաբերմունք, այդ կոպիտ վերաբերմունք, այդ վատ ասված խոսքերը, բաները, դրանք վերում են նրան մարդկանց մեջ փոխհարաբերությունները սառում են եւ պարզ է, որ եթե այդ երկու մարդու մեջ չկան լավ փոխհարաբերություններ, այդ մարդը պետք է փորձի գտնել մեկ այլ անձնավորություն, որից կստանա այդ ջերմությունը եւ հոգատարությունը։